Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղայանի հետ։ Ողջույն եմ, պարոն Աղայան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Միշտ որ խճճվում եմ ես այս ընտրությունների հետ կապված, որ կուսակցությունը, որին հասցրեց միանալ, դեռ չի միացել կամ նորահայտ է, ես միշտ դիմում եմ ձեր օգնությանը, որովհետև գիտեմ, որ դուք վաղուց որ առաջինը որ ընտրություններ, որ տարվա ընտրություններ, որ դուք այսպես սկսել եք ուսումնասիրել այդ դաշտը։ Մենք հատուկ նպատակ չենք ունեցել ընտրությունները ուսումնասիրել, մենք ավելի շատ նպատակ ենք ունեցել քաղաքական նոր մշակույթ բերել ընտրություններին, այսպես մասնակցել փորձող քաղաքական ուժերի այն հատվածին, որը կարելի էր համարել ազգային բևեռ։ Հա, նրանց միշտ ինչ որ կազմակերպական լուծումներ էինք առաջարկում, որովհետև բոլոր, ասենք, իշխանությունների ինքից քաղաքական միավորները, օլիգարխների ձեռի տակի քաղաքական միավորը, նրանք իրենց անելիքը քիչ թե շատ պատկերացնում են ռեսուրսներով ապահովված էին, իսկ այն քաղաքական գործիչները կամ խմբերը կամ փոքր կազմակերպությունները, որոնք հանրային աջակցությամբ պիտի գային իշխանության, այն նրանք խնդիր ունեն թե ռեսուրսների, թե մարդկանց հավաքագրելու, թե կոնտենտը ձևավորելու, հա, այսինքն իրենց բովանդակությունը, թե ինչ ծրագրերով պետք է հանդես գան, որ գործիչները պետք է առաջ մղվեն, հա, այդ սոցիալական լիֆտով քաղաքական դաշտի։ Դուք ուսումնասիրում եք պարզապես, թե իրենց ոչ թե ուսումնասիրում ենք, այլ առաջարկներ ենք բերում այդ դաշտին, որպեսզի նրանք այդ առումով արդյունավետ լինեն, սակայն փաստը այն է, որ մինչև այսօր դա շատ դժվար ությամբ է առաջ գնում, դեռևս ոչ մի նախադեպ չունենք նման քաղաքական միավորի ձևավորման եւ անգամ այս ընտրություններին մեր երկու նախաձեռնություններն էլ կարելի ասել, որ մերժվել են, մենք նախորդ անգամ այստեղ ներկայացնում էի մեր երկրորդ նախաձեռնությունը միասնական դաշինքով մասնակցելու առաջարկը, որ ուղղված էր որոշ կուսակցությունների, դրանից առաջ կար մյուս նախաձեռնությունը, որ հենց ազգային դաշտի բուն հատվածի փոքր կազմակերպությունները կամ նորաստեղծ կազմակերպությունները որպեսզի հավաքաբար հանդես գան, այս երկու նախաձեռնություններն էլ մերժվեցին։ Մենք սրանց պատճառներն էլ ենք միշտ ուսումնասիրել, դրանք բազմաթիվ են։ Մենք խոսենք դրա մասին, որովհետև դա էլ կարևոր է։ Բայց այս գործունեության արդյունքում մենք ակամա ոնց որ հետևում ենք նաև մնացած կուսակցությունների ինչով են զբաղված, ինչ իրավիճակ է, որովհետև մեր առաջարկությունները օդում չեն կարող են լինել մենակ համապատասխան քաղաքական դաշտի պայմաններում։ Ես առաջարկում եմ մեր այս հարցազրույցը անցկացնել հետևյալ խորագրի ներքո նախընտրական խճապատկեր, եթե կարելի ասել, իսկ գուցե խճապատկեր չի, այլ ավելի շատ խճճվածություն, նախընտրական խճճվածություն, քանի որ այնքան շատ են այդ կուսակցությունները, որոնք եւ ի հայտ են գալիս, հետո միավորվում են, հետո իրար հետ բաժանվում են, հետո ինչ որ խմբեր են ստեղծվում, բլոկներ են ստեղծվում, այսպեսի անգամ կարելի ասել ներող եղեք, ես չեմ բոլորովին ոչ հեգնական, բայց կարծես թե քաղաքական խցանում է տեղի ունեցել, հա, անգամ ես երեք լսեցի, որ քաղաքական կուսակցություններ կան, որոնք ասում են, դե մենք եկել ենք այն մյուսները թող չլինեն, այսինքն իրար խանգարում են արդեն այս դաշտում։ Դա խցանումը շատ լավ բնորոշում է, որովհետև մենք գործ ունենք միաբևեռ քաղաքական համակարգի հետ, որ 30 տարուց ավել միաբևեռ է, այսինքն գոյություն ունի հստակ իշխանական բևեռ, որը ինստիտուցիոնալ չի, այսինքն եթե ինչ-որ պատճառով օրինակ ԿՊ-ն իշխանությունը կորցի, ԿՊ-ում մարդ չի մնա, ոնց որ մարդ չմնաց ՀՀՇ-ում, ոնց որ հիմա շատ թուլացած է ՀՀԿ-ն, ուղղակի չի մնա, որովհետև այդտեղ չկա կուսակցական քաղաքական ինստիտուտ, բայց իրանք իշխանություն ունեն եւ իշխանական ռեսուրսով այդտեղ կա հստակ բևեռ մշտական գործող, բայց ընդդիմադիր բևեռը միշտ դատարկ է եւ ընտրությունից ընտրություն սկսվում է այսպես մրցակցություն, թե ով պետք է այդ ընդդիմադիր բևեռը առաջնորդի։ Երբեմն դա ստացվում է, որ հստակ երևում է առաջնորդողը սա է։ Ոնց որ ասենք, չգիտեմ, 8 թվականին Լևոն Տեր-Պետրոսյան կամ ինչ-որ մի բառ Ռաֆի Հովհաննիսյանն էր, հա, ասենք ընդդիմության առաջնորդի դերում։ Բայց այսօրվա իրավիճակում այդ մրցակցությունը շատ կոշտ էր եւ քանի որ այսպես գոյություն ունի շշի վզիկի էֆեկտը, երբ որ շատ մարդ գալիս է, բայց այդ նեղ տեղով պիտի անցնեն։ Հա, եւ այստեղ այդ խցանումն է առաջանում։ Այդ նեղ տեղը ո՞րն է։ Այդ նեղ տեղը այն է, որ խորհրդարան մտնելու են շատ փոքր քանակի կուսակցություններ, իսկ հավակնորդները այդ փոքր քանակի կուսակցություններից մեկը լինելու
դերի հավակնորդները շատ ավելի շատ են։ Ընդ որում սրանց մի մասը իրանք հավակնությունը սկզբից հայտարարում են իրենք էլ չհավատալով այդ հավակնությանը։ Ուղղակի որպես բանակցային մեկնակետ։ Այսինքն մենք ասենք որ չգիտեմ, այսինչը մեր վարչապետի տեխնացուն է, որ սրանից հետո բոլոր մյուսների հետ խոսեն, այսպես վարչապետի տեխնացու ունեցող ուժի տեսակետից, էլի, բայց սա ինքնախապեյություն է, սա ինքնաոչնչացման ուղի է, եւ եթե այդ վարչապետի տեխնացուն մեշոկով փող չունի եւ չգիտեմ ինչ որ հզոր աջակցություն չունի նյութական իմաստով առաջին հերթին, նա ընդամենը վերածվում է աստիճանաբար ծաղրածուի, որովհետեւ ոչ մեկը նրան այդ կարգավիճակով չի տեսնում, անգամ դրա կես կարգավիճակով չի տեսնում, անգամ քառորդ կարգավիճակով չի տեսնում, եւ դա ըստ էության բանակցությունները տապալելու մարտավարություն է, չնայած բոլորին թվում է, որ դա շահեկան մարտավարություն է սկզբում։ Բայց ի վերջո ինչ որ մարդիկ այնուամենայնիվ միավորվում են բավական անհեթեթ հաշվարկների հիման վրա, բայց եթե ուշադրություն դարձնենք գլխավոր հավակնորդները ընդդիմությունը առաջնորդելու գլխավոր հավակնորդները այդպես միությունների հիման վրա չեն որ ձևավորվել են։ Չգիտեմ, հիմա ասենք այդ մեր ձևով շարժումը, որ հիմա պետք է դառնա կարծես ուժեղ Հայաստան կուսակցություն, նա մի մարդու շուրջ ձևավորված բան է, այսինքն անձերն են այնտեղ, որ պիտի գնան միավորվեն։ Բայց անգամ այս տեսակետից եթե նայենք, իսկ մենք ում ենք տեսնում, բացի եղբոր որդուց, իրանք անգամ վարչապետի տեխնացու հռչակել են մի մարդու, որ իրավունք չունի առաջադրվելու, պատմել են մի հեքիաթ այն մասին, որ եթե գան իշխանության, այսպես սահմանադրություն կփոխեն եւ սահմանադրության պահանջները արգելող սահմանափակող պահանջները կվերացնեն եւ այդպես Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետ, ինչը գործնականում անգամ տեսականորեն նույնիսկ անհնար բան է, հա։ Բայց այդ լեգենդի հիման վրա նշանակված է փաստորեն եղբոր որդին որպես այդ կառույցի ղեկավար, մենք իրենց բացի ոչ մեկին չենք տեսնում։ Պարոն աղան, գիտեք ինչ հիշեցի, գուցե այդտեղ ինչ է այս, դուք ինձ կասեք, հիշում եք 17 թվականի այդ ընտրությունների հետ կապված, այդ նախորդ ընտրությունների, երբ որ Սերժ Սարգսյանը անցավ, մենք Կարեն Կարապետյանին էինք տեսնում բոլոր գովազդային վահանակների վրա։ Կարեն Կարապետյանով ոնց որ թե մարդիկ սկսեցին նայել այդ ուղղությամբ, մտածել այդ կուսակցության մասին, բայց վերջում Կարեն Կարապետյան չեղավ, այլ եղավ Սերժ Սարգսյանը։ Ես հիմա մի պարոնակ բան ասեմ, որ ընդհանրապես մեր քաղաքացիները հիմնականում մոռանում են, շատերը նույնիսկ դա չգիտեն։ Ամբողջ հարցն է, որ Սամվել Կարապետյանը հայտնի Տաշիր Սամոն, հա, Սամվել Կարապետյանը Հայաստանում եղել է իշխանության մեջ։ Կարեն Կարապետյանի եղբայրը։ Ես Սամվել Կարապետյան ասում, իսկ մենք դուք Կարեն Կարապետյան ասում եք հավանաբար վարչապետի տեխնացու։ Այո, վարչապետի տեխնացուի մասին էի ես խոսում։ Բայց ես հիմա հիշեցնում եմ Կարեն Կարապետյանն էր ներկայանում որպես վարչապետի տեխնացու եւ վերջում պատճառն աներ, որ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը այդ շրջանում, այդ կարճատև հատվածում կիսում էր Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ Կարեն Կարապետյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նշանակված էր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ այդ իշխանության մեջ։ Այսինքն գոյություն ուներ Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի միջև համաձայնություն, որը երկուսն էլ փորձում էին խախտել։ Այսինքն Սամվել Կարապետյանը պետք է ինչ-որ ներդրումներ աներ Հայաստանում, օգներ Սերժ Սարգսյանին այսպես պահել իշխանությունը։ Սերժ Սարգսյանն էլ Կարեն Կարապետյանի հետ պետք է կիսեր այդ իշխանությունը։ Եվ դա այդ շրջանն էր, երբ որ իշխանությունը կիսված էր, դրա համար Կարեն Կարապետյանը շատ էր երևում, որովհետև իրանք երկուսով էին գալիս իշխանության։ Նախապես Սերժ Սարգսյանի պլանը ուրիշ էր։ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր իր իշխանությունը հանձնել Վիգեն Սարգսյանին։ Դա մինչև 16 թվականներ, հատկապես շատ այդ մասին խոսվում էր սահմանադրության ընդունման փուլում, որովհետև սահմանադրությունը գրվում էր հատկապես այն, գրվել էր հատկապես նրա համար, որ Սերժ Սարգսյանը նշանակի իրեն տեղապահ Վիգեն Սարգսյանին, ինքը գլխավորի անվտանգության խորհուրդը եւ հանրապետական կուսակցությունը, կադրային հարցերը լուծի հանրապետական կուսակցությունը, այսինքն Սերժ Սարգսյանն ունենա վերահսկողություն բոլոր կադրային հարցերի վրա, կարևոր հարցերը լուծի անվտանգության
խորհուրդը, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է վերահսկեր անվտանգության խորհուրդը, իսկ ընթացիկ կառավարման հարցերը թող լուծեր Վիգեն Սարգսյանը որպես Լավ, դա վարչապետ։ Սերժ Սարգսյանի Դա հաշվարկներն են։ հաշվարկներ մինչև 16 թվականը, երբ որ 16 թվականին եղավ ապրիլյան պատերազմը, Սասնա ծռերի հետ իրադարձությունները, այդ բոլոր բաներից հետո Հայաստանում բավական տխուր տնտեսական վիճակ էր նաև ձևավորվել, համաշխարհային գործընթացների ազդեցություն էլ կար եւ մեծ գումարների կարիք կար ընդհանրապես թե երկիրը առաջ մղելու համար, այդպես ճգնաժամային վիճակներում չհայտնվելու համար, թե քաղաքական process-ները։ Եվ այդ շրջանում Սամվել Կարապետյանը, որը արդեն իր բիզնեսների մի մասը տեղափոխում էր Հայաստան, իր ներդրումներ էր անում Հայաստանում մեծածավալ, պատրաստում էր ոնց որ վերադառնալ եւ մեղմ ասած դառնալ հայկական Իվանիշվիլի։ Եվ նրան պետք էր այստեղ ունենալ իր մարդուն։ Նա ուղղակի միջամտում էր, հիշում եք, ասենք այն դրվագը, երբ որ Գագիկ Ծառուկյանին այսպես սկսեցին վիրավորել իր մականունով եւ մի տեսակ դուրս մղել, դա Սերժ Սարգսյանն էր անում, բայց դրա թիկունքում դարձյալ Սամվել Կարապետյանն էր եւ հայտնի բանում, հա, մոնումենտի առանձնատանը, կարծեմ Հովիկ Աբրահամյանի թեում առանձնատանը եղած խոսակցությունը, այնտեղ Սամվել Կարապետյանն էր այդ խոսակցության ակտիվ մասնակիցը։ Այսինքն ինքը կարծես ինչ որ միավորների հեռացնում էր քաղաքականություն, ասելով ես եմ այստեղ հիմա հարց լուծողը, բայց համագործակցելով այդ առումով Սերժ Սարգսյանի հետ, նրանք նաև մրցակիցներ են, որովհետև Սերժ Սարգսյանը ի վերջո ուզում էր ազատվել թե Սամվել Կարապետյանից, թե նրա դրածո Կարեն Կարապետյանից եւ վերադառնալ իր նախնական պլանին Վիգեն Սարգսյանով։ Եվ իսկ սրանք ուզում էին այդ ձգձգում էին այդ ներդրումները անհրաժեշտ իրենց բաժին պարտավորությունները մի քիչ ուշացումով էին կատարում, որպեսզի ի վերջո Սերժ Սարգսյանը հեռանա եւ իշխանությունը մնա Կարեն Կարապետյանին, իսկ փաստացի Սամվել Կարապետյանին։ Այս մրցակցությունը հանգեցրեց 18 թվականի հեղափոխությանը եւ Սերժ Սարգսյանը հենց այդ վիրավորվածության, հա, կամ իրենց ներքին մրցակցության պատճառով իշխանությունը փոխանցեց հրաժարականից հետո իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Կարեն Կարապետյանին։ Ինքը կարող էր Նիկոլ Փաշինյանին թողել բանտում, Կարեն Կարապետյանը դառնալ վարչապետ, հետո Նիկոլ Փաշինյանը դուրս գար ինչ որ ժամանակ հետո եւ այդպես հեղափոխությունը մարեր գնար, բայց ինքը փոխանցեց բանին դա Նիկոլ Փաշինյանին, կարծես թե պատժելով Կարեն Կարապետյանին։ Ինչ տեսավ հանրությունը։ Այսինքն ճիշտ է արդյոք որ հանրության մեջ մնաց դուք մանրամասն բացատրեցիք, բայց այս նստվածքը մնաց, ես դրա համար այդ հարցը տա, որ դուք էլ ասեք այո թե ոչ։ Նստվածքը մնաց, որ հանրությունը խաբված է։ Նորից եմ ասում, այդ բիլբորդերի վրա, այդ նույն այդ ժիլետով հիշում եք, Կարեն Կարապետյանն էր եւ վերջում ստացվեց, որ նորից այո, դուք ասեցիք ինչի հետևանքով եղավ Սերժ Սարգսյանը, բայց հանրությունը իրեն խաբված զգաց։ Այդ խաբվածությունն էլ ինչ որ չափով կարող է լինել, բայց ավելի մեծ խաբվածությունը ուրիշ հարցում էր։ Հիշում եք, Սերժ Սարգսյանին մերժելու հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ նա խաբել է, որ ինքը չպետք է կառավարի որպես նախագահ, որպես վարչապետ, բայց փաստացի ոնց որ առաջադրվեց վարչապետ եւ նույնիսկ ընտրվեց, հա, 18 թվականին։ Ամբողջ հարցն այն էր, որ Սերժ Սարգսյանը ի սկզբանե չէր ուզում խաբել, նա իսկապես ուզում էր իշխանությունը փոխանցել Վիգեն Սարգսյանին եւ ինքը մնար անվտանգության խորհրդի նախագահ։ Ինչը ստիպեց նրան։ Ստիպեց հենց այն, որ երբ որ ինքը պետք է ստանար Սամվել Կարապետյանի անհրաժեշտ ներդրումները, օժանդակությունը, հաղթահարեր այդ ճգնաժամի փուլը, հետո նրանից ազատվեր եւ իշխանությունը փոխանցեր Վիգեն Սարգսյանին։ Քանի որ սա չկարողացավ անել, ժամանակի մեջ չտեղավորվեց, ինքը որոշեց ժամանակավորապես մնալ վարչապետ, որպեսզի ստիպված չլինի Կարեն Կարապետյանին տալ, որտեղ հենց որ ինքը հրաժարական տար, Կարեն Կարապետյանն էր դառնում։ Ինքը որոշեց ժամանակավոր մնալ, ժամանակը ձգել, որպեսզի հետո ազատվի Կարեն Կարապետյանից եւ նորից իշխանությունը փոխանցի Վիգեն Սարգսյանին։ Այսինքն ստացվեց, որ Սամվել Կարապետյանը, որը եկավ այդ մեր ձևով ձևակերպումով եւ հետո շարժում դարձավ, դա պարզապես ռևանշի նման բան է։ Նրանք եկան, որ նորից հետ բերեն իրենց 18 թվականին բաց թողածը։ Այո, որտեվ Նիկոլ Փաշինյանի օրոք նրանք ոնց որ զրկվեցին այդ հնարավորությունից, հեշտ է, չէ, արդեն օրվա կառավարիչին նյութական աջակցություն տալով, ասենք, մաս վերցնել իշխանությունից, բայց Նիկոլ Փաշինյանի հանգամանքներում դա դժվար էր անել, բայց ես ասեմ, որ Սամվել Կարապետյանը այդքան համարձակ չէր լինի ինքնուրույն այդ քայլը անելու համար։ Իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ մի տեսակ բան սադրեց, որպեսզի Սամվել Կարապետյանը մտնի քաղաքականություն մրցակից է։ Դա Նիկոլ Փաշինյանի մարտավարությունն էր, նրան ձեռնտու է բոլորին,
նախկիններ, չգիտեմ, ասենք, չգիտեմ, մեկը Թալանչի եղել, մեկը Ռուսաստանից, ամեն մեկին ում կարելի է պիտակավորել, ով խոցելի է, բոլորին հավաքել մի տաշտակում, ընդհանուր մեղադրանքներ հնչեցնել միաժամանակ բոլորի հասցեին։ Հիմա այս մեկը Թալանչի է ենթադրենք, բայց Ռուսաստանի մարդ չի, օրինակի համար։ Չէ, դուք նույն տաշտակում եք, ու երբ որ ասում եմ դուք Ռուսաստանից ուղղորդվող թալանչիներ եք, ուրեմն քեզ էլ է վերաբերում, քեզ էլ է վերաբերում։ Հիմա Սամվել Կարապետյանը Հայաստանում կարծես թե թալանով չի զբաղվել, հակառակը բարեգործություն է արել։ Բայց քանի որ դու այնտեղ նույն տաշտակում ես, դուք այդ նույն նախկիններն եք, որոնց Ռուսաստանը ուղարկել է այստեղ, որ հայկական հեղափոխությունը խեղդի, այդպես Նիկոլ Փաշինյանը ձևավորում է մի հատ վիրտուալ տաշտակ, որի մեջ լցնում է բոլորին, անգամ նրանց, ում որ սկզբը չպետք է լցներ, բայց ասենք, եթե զգում է, որ այդ մարդիկ իր դեմ են խոսալու, մասնավորապես օրինակ կաթողիկոսին, հա, երբ որ տեսա, որ կաթողիկոսը իր կողմից կառավարելի չի, ինչ որ ասենք Ժնևում ինչ որ բան խոսած Արցախի հարցի վերաբերյալ, ինչ որտեղ քննադատեց ԿՊ-ական իշխանությանը, իրենց մոտ կոնֆլիկտ եղավ նոր տարվա շնորհավորանքների առիթով, հասկանում է, որ չէ, կաթողիկոսը իրեն չի ենթարկվելու։ Ուրեմն նրան էլ արի դնեմ այս տաշտակի մեջ եւ մի հարցակում էլ այդ ուղղությամբ կատարեմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հաշվարկը այն էր, որ եկեղեցու սպասավորները այնքան խոցելի են, որ ինքը հեշտությամբ նրանց արատավորելով կստանա երկու էֆեկտ, այսինքն բոլորը կզգան, որ ինքը շատ ուժեղ տղա է, որ անգամ սրբությունների առաջ կանգ չի առնում, համարձակվում է անգամ եկեղեցուն ոչնչացնել։ Իսկ այդ եկեղեցին էլ, որը համարձակվում է իրան քննադատել, դա անում է, որովհետև Ռուսաստանից նրա գործակալ եղբայրը այդպես ասել է, որ այդպես անի, հա, եւ բնականաբար մեր ձևովն էլ, չգիտեմ, Քոչարյանն էլ, այս բոլորը ընդհանուր Վանեցյանն էլ, ավելի մանր խաղացողները, բոլորը ընդհանուր նույն գործի մեջ են։ Հա, այս սա շատ շահեկան էր Նիկոլ Փաշինյանի համար։ Դուք երեք ասում, գուցե այժմ եւս այդ տրամաբանությամբ մինչև այսօր այդ տրամաբանությունը շարունակվում է, բայց ըստեղ կա մի հատ բայց։ Այդ գլխավոր բայցը այն է, որ Նիկոլ Փաշինյանը տապալեց իր առաքելությունը եկեղեցին ոչնչացնելու։ Դա իրեն չհաջողվեց։ Ինքը դա դեռ պետք է աներ ամռանը դա նրան չհաջողվեց, որովհետև երբ որ ցույց էր փորձում կազմակերպել, քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվեցին։ Եվ ասում են հենց Ավինյանը ինքը անձամբ եկել է Նիկոլին, ասել է, չէ, ես չեմ կարող քաղաքապետարանի աշխատակիցներին տանել Էջմիածին հանրահավաքի։ Պարզվեց հետո ուրիշներն էլ են հրաժարվել եւ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ինքը չկարողացավ այդ հանրահավաքը այդ փուլում կազմակերպել։ Հաջորդ բոլոր փորձերը, տարբեր տաղավար տոներ օգտագործել բան, դա իր մոտ չստացվեց։ Հետո սկսեց տարբեր եկեղեցականներին այսպես շանտաժով, թե ինչ որ այլ ձևերով իր կողմը քաշել։ Բայց այս պատմությունը այնքան դանդաղ գնաց, այնքան անարդյունավետ գնաց, որ այսօր մենք կարանք արդեն հաստատենք, որ Նիկոլ Փաշինյանը այն ուժեղ տղան չի, որ կարող էր եկեղեցուն ինչ որ մի բան անել։ Վերընտրվելու դեպքում ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը արդեն կունենա երկար ժամանակ եւ եթե որոշի, որ այո, եկեղեցու հարցերը պետք է ինքը լուծի, կշարունակի եւ հաջողության կհասնի։ Պրիորիտետները, առաջնահերթությունները Փաշինյանը մի քիչ վերադասավորեց։ Հարցը այն է, որ ընտրությունների նախօրյակին ժողովուրդը տեսավ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ծրագիր հայտարարեց ու չկարողացավ իրականացնել։ Չկարողացավ թե հետաձգեց։ Չկարողացավ, ստիպված հետաձգեց։ Եվ կվերադառնա այդ խնդրին, եթե դուք տակ Նիկոլ Փաշինյանին ձեր ձայնը։ Հա, բայց դա այն թեման է, որով հայ ժողովուրդը իրեն ձայն չի տա, այսինքն հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ձայն չի տա կաթողիկոսից ազատվելու համար, կաթողիկոսից ազատվելու թեմա հայ ժողովուրդը չունի։ Անկամ Նիկոլ Փաշինյանը նման թեմա չուներ, նա ուղղակի դա օգտագործում էր ուժեղ տղու իր իմիջը։ Հիմա հետ գանք, դուք շատ հետաքրքիր ձևակերպում ասեցիք, այո, բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանի կողմնակիցներն են, Ռուսաստանի հետ ես մեղմ եմ ձևակերպում, հարաբերությունները խորացնելու կողմնակիցներ են եւ բոլոր նրանք, ովքեր որ արատավոր ինչ որ գործողություններ են արել նախկինում, նրանք բոլորը մի տաշտակում հայտնվեցին։ Հիմա ինչ անեն, հարցս տամ ու դուք մեկնաբանեք։ Ինչ անեն մյուսները, որոնք փորձում են մտնել այդ պայքարի, ասեն ինձ էլ խաղացրեք, մեզ էլ խաղացրեք այդ խաղի մեջ, որը կոչվում է ընտրապայքար, բայց հայտնվում են այդ տաշտակում կամ դուրս են շպրտվում։ Ստեղ նախ ֆիքսենք, որ այդ տաշտակը վիրտուալ է, այսինքն այս բոլոր ուժերը թեկուզ այս կամ այն չափով Ռուսաստանի հետ կապված են կամ կապված են եղել, բայց մենք պետք է հասկանանք, որ այսօր Ռուսաստանը այն վիճակում չէ,
որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնի։ Ահա։ Ռուսաստանը ունի անշուշտ ինչ որ մի ստորաբաժանում, որտեղ ցանկացած հայաստանցի ռուսամետ կարա գնա, այսպես կուրծքը ծեծի ասի ես ձեր կողմից եմ, խնդրում եմ ինձ մի քիչ փող տվեք։ Եվ նրանք հավանաբար ինչ որ մի քիչ իսկապես մի քիչ կտան, ուղղակի որ այդ ազդեցության գործակալներին չկորցնեն։ Բայց Իրանի պատերազմը չի ուժեղացրել արդյոք, չի ուժեղացնելու արդյոք Ռուսաստանին նավթ, եւ այլն գներ։ Չէ, դա շատ ժամանակավոր է լինելու, այդ պատերազմը չեմ կարծում Դա փակագծերում նշենք, որպեսզի պարզվի։ Պատերազմը տարիներ չի տևելու, դա ժամանակավոր է լինելու եւ Դա գործոն չի։ Դա գործոն չի։ Վերադարձանք, որ Ռուսաստանը այդքան ուժեղ չէ, կարծում եք դուք։ Ընդհանրապես ուժեղ չի, ուկրաինական պատերազմի պատճառով հայտնված ճգնաժամի մեջ ինքը չի ի վիճակի չի ուրիշ երկրներում հիմա նոր թեմաներ բացել, նոր հարցեր լուծել։ Երկրորդ հարցը կա Ռուսաստանին դա պետք չի, որովհետեւ հիմա պատկերացեք Հայաստանում եկավ ռուսամետ գործիչ։ Նա գնալու ասելա դե Պուտին եղբայր հաղթել եմ, դե արի ինձ օգնի։ Ռուսաստանին պետք չի հիմա ինչ որ մեկին օգնել, առավել եւս Հայաստանին, որ իրենց ոչ մի արժեք չի ներկայացնում։ Ինքը արդեն Հայաստանի բոլոր արժեքները հանձնել է թուրքերին։ Ինչ որ էլի իր համար կասկածելի օգուտների դիմաց, բայց հանձնել վերջացել է։ Հետևաբար Հայաստանը իր համար բեռ է լինելու, ինչի ինքը ավելորդ ծախս անի Հայաստանում աջակցելու համար ռուսամետ ղեկավարին։ Իր համար ավելի հեշտ է ասել, որ այ Նիկոլ Փաշինյանը հակառուս է, ինչ որ չգիտեմ, արևմուտքի հետ խաղեր է տալիս։ Որ ինչ։ Հետևաբար դուք եք մեղավոր, որ Ռուսաստանը ձեզ չի աջակցում։ Ռուսաստանը ուզում էր ձեզ պաշտպանել, Ռուսաստանը ուզում էր, որ Հայաստանը իր դաշնակիցը լիներ եւ պատրաստ էր օգնել, բայց քանի որ դուք ունեք այսպես ոչ ռուսամետ ղեկավար, հետևաբար իզնից ինչ եք ուզում։ Ոչ միայն ոչ ռուսամետ, նա դավաճանա, նա է հանձնել Արցախը, մենք այստեղ կապ չունենք, նա է որ ձեր սահմանները չի կարողանում պաշտպանի, մենք այստեղ կապ չունենք, մեղ չունենք, բոլոր մեղավորներին փնտրեք Հայաստանում, ձեր բոլոր հարցերում մեղավորը դուք եք, մենք այստեղ կապ չունենք։ Ռուսաստանին սա ձեռնտու է, հետևաբար ինչքան էլ ինքը աջակցի ռուսամետ ուժերին, որոնք գնում են իրենից փող են խնդրում կամ այլ տիպի աջակցություն են խնդրում, ինքը մեկ է հոգու խորքում ուզում է Նիկոլը հաղթի, որ ինքը նոր խնդիրներ չունենա ապագա պրոռուսական կառավարության հետ։ Ձևակերպումը, որ հիբրիդային պատերազմ են դրսից անում, գրեթե Ռուսաստանի անունը չտալով, Ռուսաստանի մատնանշելով։ Դա Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, որպեսզի ասի այ դուք որ ընտրում եք ինձ, դուք ուղղակի չեք ընտրում ինձ, դուք ընտրում եք Ռուսաստանի դեմ պայքարող գործչի, այսինքն դուք լուծում եք Հայաստանի անկախության հարց, այդ ռուսներ, այդ սրիկա ռուսները, տեսեք այստեղ ինչքան ռուսամետ ուժեր կան։ Ռուսաստանը ոչինչ չի անում, բայց Նիկոլ Փաշինյանը իր հակառուս կերպարն է ձևավորում, որպեսզի հաղթի այստեղ, որպեսզի ասի, որ իր հաղթանակը դա Հայաստանի անկախության հարցն է, իրականում բացարձակ այտենց բան չկա։ Բայց ինքը այդ իմիջն է փորձում ձևավորել, այդ կերպարն է փորձում ձևավորել, որ ՔՊ-ի իշխանության պահպանումը դա Հայաստանի անկախությունն է, ցանկացած ուրիշ ղեկավար որ գալիս է Հայաստանը դառնում է ռուսական գաղութ։ Սուտ է, ռուսական նման պլան չկա, անգամ ռուսամետ ղեկավարները որ գան, Հայաստանը ռուսական գաղութ չի դառնալու օբյեկտիվորեն, որովհետև Ռուսաստանը չի ուզում այդպիսի գաղութի կարիք չունի։ Դա ինչ են անելու։ Ինչ որ յոլա են տանելու ինչ որ ձևով, դարձյալ հայտնվելու են նույն խնդիրների առաջ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ մենք իսկապես չգիտենք ինչպես են նրանք իրենց դրսեւորելու, որովհետեւ իրանք հիմա խոսում են այլ իրավիճակում, թե ինչպես կխոսան այն իրավիճակում, երբ Ադրբեջանը իրական ճնշումներ բանեցնի, դա մենք չգիտենք։ Ամենասարսափելին հասարակության համար այն է, որ նորից իրեն խաբեն։ Իսկ գուցե խաբելու ճանապարհներից մեկն էլ այն է, որ արդյոք հիմա իմ հարցն է, ճիշտ է, երբ որ իրար հետ միավորվում են եւ սկսում են նախընտրական ցուցակների շուրջ իրանց բանակցությունները, միշտ խնդրեմը համար առաջինի հետ է կապված, ով է լինելու առաջինը այդ ցուցակում, քանի որ տարբեր կուսակցություններ են միավորվում, բոլոր կուսակցությունները ուզում են իրենց։ Լավ, համար առաջինը հասկացանք, որքանով են անկեղծ իրենք վարչապետի պաշտոն ստանձնելու հարցում իրականում։ Գիտեք ինչին է նման, ես այսպեսի օրինակ բերեմ, մեքենա վարել չգիտես, դեռ ընդհանրապես մեքենա երբևիցե չես վարել, բայց ձեռք ես բերում թանկարժեք մեքենա, որպեսզի քեզ բարձրացնես քո հեղինակությունը գոնե քո աչքերում, քո շրջապատի աչքերում, քո ամբիցիաները, այդ թանկարժեք մեքենան դա կուսակցությունն է, դա առաջին համարն է, դա հավակնությունն է,
Արդյոք իրենք պատկերացնում են, այդ բոլոր կուսակցությունները, որ կան, իրենք իսկապես պատկերացնում են, որ կարող են վարչապետ աշխատել Հայաստանում։ Առաջին հայացքից ողջամիտ դատելով կարելի է եզրակացնել, որ չէ, մարդիկ անկեղծ չեն հավատում, որ իրենք վարչապետ են լինելու, բայց ինչ որ դեր են խաղում անհասկանալի պատճառներով։ Սակայն չէ, ցավալի իրողությունն այն է, որ մեր քաղաքական գործիչների մեծագույն մասը իրավիճակին համարժեք չեն մտածում, կամ դրա կարողությունը չունեն, կամ ինչ որ մթնոլորտի մեջ են, որ այդպես չեն մտածում, եւ հաճախ բոլորը գերագնահատում են իրենց հնարավորությունները ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի անգամ, տասնյակ անգամներ են հաճախ գերագնահատում։ Ընդ որում մեկը կարող է, ասենք, չգիտեմ, իր ինտերնետային կամ յութուբյան ինչ-որ մի հաղորդման հավանումների քանակի հիման վրա եզրակացնի, որ ինքը հեսա խորհրդարանում 30% է ունենալու։ Ընդ որում երբեմն բոտերով, բաներով այսպես ապահովում են այսպես լայքեր, մեկնաբանություններ, չգիտեմ ինչեր, ու հետո իրանք են սկսում իրանց այդ հորինած պատկերին սկսում են հավատալ։ Այդպեսի բաներ էլ տեղի ունենում։ Մարդիկ կան, որ ինչ-որ անտրամաբանական հաշվարկներ են անում, ասում են, այ այս ինչ ուժերը այս հարցի կողմնակից են, այն ինչ ուժերը, այն հարցի կողմնակից, իսկ մենք նրանց բոլորին դեմ լինելով այս առանձին այս մի հարցի կողմնակից ենք, օրինակ ասենք մեկը կարող ասել, իրանք ինքնիշխանության կողմնակից են, ենթադրենք, հա սրանք ռուսամետ են, սրանք թուրքամետ են, իսկ մենք ինքնիշխանության կողմնակից ենք, եւ քանի որ ուրիշ ինքնիշխանության կողմնակից չկա, բավական է, որ մենք առաջադրվենք, բոլոր ինքնիշխանության կողմնակիցները կգան մեզ կքվեարկեն։ Ինքնիշխանության մի քիչ բարդ բան ասեցիք, եկեք ամենապարզը վերցնենք, Թրիփի հարցը։ Թրիփի հարցում ես միշտ այս օրինակն եմ բերում, ուզում եմ ինքս հասկանամ, անկեղծ եմ ուզում հասկանամ, որովհետև ես նայում եմ, դե ուսումնասիրում եմ, իմ աշխատանքն էլ է կապված այդ ուսումնասիրությունների հետ, ես ուզում եմ հասկանամ ինչ տարբերություններ կան։ Ասում են Թրիփը լավ է, բայց այս ինչ բանը ես մի քիչ ուրիշ ձևով կանեի։ Թրիփը լավ է, բայց ասենք երաշխավորնս 1 2 3 4 հատ պետք է լինի։ Մյուս ասում է չէ 3 հատ բավական է։ Մյուս ասում է մեկն է բավական։ Եվ դա ստացվում է տարբերություն։ Թրիփի մասին շատ կեղծ պատկերացումներ ունեն մեր քաղաքական միավորները։ Ամերիկայի նախագահի ստորագրությունը ինչ որ մի թղթի տակ բոլորը ընկալել են, որ սա ամերիկյան շահերից բխող ինչ որ մի գործողություն է։ Բացարձակ այդպես չէ, դա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունն էր, որ լավ կլինի մենք քավոր հրավիրենք, հա, ասենք հարսանիքին, երբ որ քավոր ես ընտրում, դա մեկը ընտրում են փեսան եւ հարսնացուն։ Բայց նա քավոր է, եկավ իր գործը կատարեց, գնաց, նա այդ հարսանիքի տերը չի, նա այդ ընտանիքի տերը չի, նա ընդամենը քավոր է, հրավիրված է ըստ էության այդ դերը կատարելու համար։ Նույնը ստեղ է։ Տրամպը ընդամենը հրավիրվել է, Տրամպին ձեռնտու էր այդ դերը կատարել, որովհետև ինքը սիրում է ամենտեղ ասել, որ ինքը պատերազմներ է վերջացրել, ոչ, կներեք, պատերազմը վերջացրել է Իլհամ Ալիևը, Թուրքիայի օգնությամբ հաղթելով մեզ։ Դրանով պատերազմը վերջացել է, Տրամպը ոչ մի պատերազմ չի վերջացրել։ Տրամպին հրավիրեցին մի կողմից, որ ռուսական թեմաները դուրս գա, դա համ Նիկոլ Փաշինյանն էր ձեռնտու, համ Ալիևին էր ձեռնտու, հրավիրեցին եւ այդ ձևով այդ հարցը լուծեցին։ Միջանցքը տրվել է ոչ թե Միացյալ Նահանգներին, միջանցքը տրվել է Ադրբեջանին, որպեսզի նա կապվի Նախիջևանի հետ։ Ուրիշ ոչ մի բացատրություն այստեղ չկա։ Բնականաբար դժվար կլիներ մեզ հասել, թե ինչու են այնտեղ աշխատում թուրք բանվորներ, հա, Մեղրիում աշխատում, երկաթգիծ են սարքում, ճանապարհ են սարքում։ Դրա համար պետք էր, ասենք, ինչ որ մի ամերիկյան ընկերություն, որը կստանձնի այդ ճանապարհի շինարարությունը, բայց նա որտեղից պետք է բանվոր բերի, պետք է բերի Թուրքիայից, Ադրբեջանից, ուրիշ ոչ մի տեղից։ Այսինքն ըստ էության մենք այդ ամեն ինչը հանձնել ենք թուրքերին, Նիկոլ Փաշինյանը դա հանձնել է թուրքերին եւ ուղղակի ընդհանուր փաթեթավորել են ամերիկյան ինչ որ աստղերով եւ սպիտակ կարմիր գծերով։ Դա ձեր մեկնաբանությունն է։ Հիմա հետ գանք ընտրությունների։ Այստեղ կա կուսակցությունների։ Այո, հիմա եկեք կուսակցությունների։ Հիմա, երբ որ ասենք ինչ որ մի ընդդիմադիր կուսակցություն, որը բոլոր հարցերում քննադատում է Նիկոլ Փաշինյանին, գալիս է հասնում է Թրիփի հարցին, ինքը քանի որ այս չի պատկերացնում, անգամ եթե ինքը կասկածում է, որ ես իմ նկարագրածն է, ինքը տեսնում է, որ հանրությունը այդպես չի մտածում, ինքը վախենում է խոսել
Ամերիկայի դեմ այտենց ինչ որ մի ծրագրի դեմ, ասի ոչ, մենք սա չպետք է թույլ տանք, ինչ կապ ունի այստեղ ամերիկյանը, սա մեր շահերի վախենում է, Ամերիկայի անուն կա։ Հենց Նիկոլ Փաշինյանն հենց դրա համար է փաթեթավորել, որ մյուսները վախենան եւ դրա մասին արմատական տեսակետներ չհամարձակվեն ասել։ Եվ սա ցույց է տալիս, թե ինչքանով մեր այսպես կոչված ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ չեն իրական ընդդիմադիր խոսույթով հանդես գալու։ Ընդհանրապես, եթե ուշադրություն դարձնեք, եկեք համեմատենք, հա, Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր կամ որևէ այլ ընդդիմադիր, որը եղել է, ասենք, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ, այսօրվա ընդդիմադիրների հետ։ Կարծես տեղերով փոխված են, ընդդիմադիրի նման խոսում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ասենք այս մյուսները խոսում են, կարծես թե իրանք արդեն իշխանություն ունեն, ու ինչ որ կոնկրետ ծրագրերից են խոսում են, որ չգիտեմ, Դավիթ Անանյանը ինչ որ հարկային օրենսդրության ինչ որ կոնկրետ փոփոխություններ էր ասում, չգիտեմ, շատ կոնկրետ գործողություններ, հա, որ նույնիսկ ընտրողը չի կարող գնահատի, դա օգտակար է, թե չէ։ Կարող է իսկապես օգտակար է, ես որոշ բաներ լսեցի, իմ դուր եկավ, որոշ բաների մոտ հարցեր առաջացրեցին, բայց դա հանրությունը չի ընկալում, դա ոնց որ արդեն 10 տարի կառավարող մեկը շարունակելու է 5 տարի կառավարել եւ ասում է այս հնգամյակում ինչ եմ անելու, դա ընդդիմադրի խոսակցություն չի։ Իսկ ասենք Նիկոլ Փաշինյանը դեռ հələ շարունակում է հեղափոխություն անել, հա, ասենք արդեն 8 տարի անցել է ինքը իշխանություն, հա, դեռ ինքը շարունակում է պայքարել Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի դրածոների դեմ, թալանչիների դեմ, կարծես թե 8 տարին նրանք են թալանել, Հայաստանին գաղութ սարքել եւ այլն։ Այս տարօրինակ դերերի հակասություն կա, էլի, իշխանությունը ուրիշ ձևի է խոսում, ոնց որ պետք է խոսեր ընդդիմությունը, որ պետք է ընդդիմության նման խոսել, խոսում անես, ոնց որ 10 տարի իշխանություն է եղել։ Իրանք սա լավ չեն պատկերացնում, դրա համար այդ տրիպի հարցում եւ դա միակ հարցը չի, շատ այլ հարցեր ունեն։ Հայ-ադրբեջանական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ։ Տեսեք, հայ-ադրբեջանական հարաբերությունը այս ընտրությունների գլխավոր կետն է դառնալու։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի այդ իր շանտաժը, որ շատ վաղուց իրականացնում է, ես չլինեմ կլինի պատերազմ, հիմա երկարացրել են, մենք չլինենք տրիպը չի լինի, մենք չլինենք ինչ որ արհեստական բանականության հետ կապված ինչ որ բան չի լինի եւ այլն, երկարացրել է շարքը, բայց հիմնականը ժողովրդի վրա ազդող դա պատերազմն է։ Պատերազմից մարդիկ վախենում են, ոչ ոք չի ուզում իր զավակներին կորցնի։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ ստոր շանտաժ է անում, ինքը այդ պատերազմը կանխող չի, այդ պատերազմը, չգիտեմ, խաղաղություն հաստատող չի, հաստատ ոչ մի ձևով, ինքը մաքսիմում կարա ինչ որ զիջումներով հետաձգի պատերազմը, այսինքն այն ինչ որ թշնամին կարող է պետք է վերցներ պատերազմով, ինքը կարա մաս դրանք տա, որ ժողովուրդը ասի հա դե լավ էլի, շատ նման է այն քվի պատմության, էլի, ես մի ձակին էլ տվի, այն մյուս ձակին էլ տվի, հույսով որ գոնե կփրկեմ։ Եվ այս շանտաժը գնալու է, բայց ընդդիմադիրները ինչ անեն։ Հենց բերանները բացեն, որ սկսեն քննադատել Նիկոլի այդպես կեղծ պացիֆիզմը, իրանք կդառնան պատերազմի կուսակցություն։ Որովհետև իրենց կհարցնեն, իսկ ինչ եք դուք առաջարկում։ Հա, իսկ իրանք ինչ կարող են առաջարկել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի վիճակ, որտեղ այո, իրենք հանկարծ մի հատ այսպես հակաբան ասեցին, հա, Նիկոլի մինչև հիմա ստորագրած, հայտարարած ինչ որ զիջումներին, խոստացած զիջումներին, որոնք դեռ չեն հայտարարվել։ Դրան հակառակ մի բան ասեցին, կարող է պատերազմ սկսի։ Եվ իրանք դրանից իրոք շատ վախենում են։ Եվ այս վճռականության պակասը նույնպես ազդելու է նրանց ընտրվելու վրա։ Կոպիտ ասած Նիկոլ Փաշինյանը ունի իր երազած ընդդիմությունը։ Մասամբ ինքն էլ հենց ձևավորել այդ երազած ընդդիմությունը։ Այդ տաշտակ կոչվածն եք դուք ասում, իմ հարցն էլ մի հարց տվեցի, իսկ այդ տաշտակում դեռ գոնե Նիկոլ Փաշինյանի ձեռամբ չհայտնվածները ոնց անեն, որ այդ խաղի դաշտի մեջ մտնեն, տաշտակում չհայտնվեն եւ գործոն լինեն, հասարակությունը իրենց վստահի, ուշադրություն դարձնի, ոչ թե ինչ որ բուր մարդիկ։ Շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետեւ նրանք արդեն բաց են թողել այդ առիթը, որովհետեւ միակ բանը, որ նրանք կարող էին անել, դա մեր առաջարկությունն էր։ Միավորվել էլի նորից, ոչ թե միավորվել, այլ միավորվելու հարցը հանձնել Հայաստանի քաղաքացուն ընտրողին, կազմակերպել մի ընտրություն պետական ընտրություններից առաջ։ Հենց այն մարդկանց միջև, ովքեր այդ տաշտակի մեջ չեն, ովքեր խոցելի չեն։ Ամբիցիաները չեն ներել, պարոն։ Այստեղ հարցը ամբիցիաները չի, ախր ամբիցիա նշանակում է ես մենակ կարող եմ գնալ։ Գաս իշխանության։ Չէ, նրանք ասում են, ես մենակ կարող եմ գնալ։ Ուզում եք միացեք ինձ։ Չէ, հիմա ինչ է կատարվում, օրինակ Թաթոյանի հետ կապված։
ինչ է կատարվում։ Միանում են Թաթոյանի կապված կատարվում է որոշակի հաշվարկ կա իր կողմից, որ ինքը ամենաայսպես հայտնի մարդն է հանրությանը։ Դե պատերազմի ժամանակ այո։ Ամենահայտնի կերպարն է, որի շուրջ կարող է միավորում տեղի ունենալ։ Այս հաշվարկը նախկինում շատ ընդդիմադիրներ են արել, հաճախ աշխատել է։ Ես հայտնի մարդ եմ, իմ շուրջ կարող են մարդիկ միավորվել։ Ես կարծես թե ճիշտ բաներ եմ ասում եւ գայթակղում եմ հենց ճիշտ թեմաներով միավորվել ցանկացողներին։ Իր բախտը բերել է նրանով, որ օրինակի համար Հայակվեն իրականացրած խումբը Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ այդքան ամբիցիոզ չի։ Հա, որ անպայման մենք պիտի լինենք։ Եթե ամբիցիոզ լիներ, այդ միավորումը չէ ստացվի։ Ավետիք Չալաբյանը լինելով պակաս ամբիցիոզ, պակաս հավակնոտ անձնավորություն, հետևելով հանրային կարծիքի տվյալներին եւ ընդհանրապես այս իրանց կուսակցությունը, որ կոչվում է հայկական քվե, որոշում են կայացնում դաշինք կազմել Թաթոյանի, Դավիթ Անանյանի եւ մյուսների հետ եւ այնտեղ էլի ուրիշ մարդիկ պետք է լինեն այդ դաշինքի մեջ։ Սա մի տեսակ բախտը բերելու հանգամանք է, այլապես կարող է Հայակվեն առանձին մասնակցել եւ Թաթոյանի շուրջ այդ միավորումը չլիներ եւ ինքը մնար ավելի փոքր դերակատարների հույսին, ասենք, չգիտեմ, Շանթի որդու կամ չգիտեմ, ապրելու երկրի կուսակցության մնացորդների, որոնք էլի կան այդտեղ, բայց դրանք փոքր ֆիգուրներ են։ Հայակվեի խումբը շատ ավելի ազդեցիկ միավոր է, որ միավորվելով միասնության թևերին հիմա դուք ինչ եք կարծում շանս է տալիս նրանց անցնելու խորհրդարան։ Փաշինյանը իրենց այդ կարողանալու էլի հակակարոզով բերի այդ տաշտակի մեջ ես հետևում եմ հակակարոզով, որովհետև բավական մոտիկից հետևում եմ Նիկոլ Փաշինյանի հակակարոզը այդ ուղղությամբ արդյունավետ չի եւ հակառակը այդ հակակարոզը երբեմն օգնում է, որ Թաթոյանը կամ ասենք նույն Չալաբյանը ավելի ճիշտ ձևակերպումներով կարծես թե խուսափեն այդ դաշտակում հայտնվելուց։ Հակադարձում են, հա։ Հակադարձում են, որ օրինակ Թաթոյանը վերջերս այնպիսի հայտարարություններ արեց, որ իրան ավտոմատ դուրս է դնում ռուսական ճամբարից։ Այսինքն նա Ռուսաստանի հետ կապված դեմ հայտարարություններ արեց, բավական հստակ ձև ավելին այնտեղ ասեց Հայաստանում կան այնտեղ, չգիտեմ, ռուսական տեխնացուներ, կարծես թե Նիկոլի ասածը հաստատելով, թուրքական տեխնացուներ, չգիտեմ, արևմտյան տեխնացուներ, Հայաստանում չկա հայկական տեխնացու, մի խոսքով այդ մենք ենք, հա, մոտավորապես։ Այսինքն այս տիպի տարբեր ձևակերպումներով ինքը իրեն հաջողվում է դուրս գալ տաշտակից, բայց նաև հաշվի առնենք, որ առայժմ Փաշինյանը իր քարոզությունը շատ իրենց դեմ չի ուղում այն պատճառով, որ իրեն թվում է, որ սրանք այդքան ուժեղ չեն եւ իրոք, այսինքն եթե հանկարծ միասնության թևերը որպես դաշինք փորձի մասնակցել ընտրություններին, կարող է պատահի անցողիկ շեմը դժվարանա հաղթահարել։ Բայց եթե կարողանան որպես մեկ կուսակցություն մասնակցել, այդ դեպքում միգուցե ավելի մեծ հնարավորություն են։ Հիմա ինչ կորոշեն դա իրենք գիտեն, ինչ տվյալների հիման վրա այդ որոշումը կկայացնեն, բայց ամբողջ հարցն այն է, որ այստեղ գիտական մեթոդը չի աշխատում կամ գիտական մեթոդը այդքան պարզունակ չի, ինչքան իրենց թվում է։ Այսինքն այսօրվա սոցիոլոգիական հարցումներով դու չես կարող որոշում կայացնել քո այն քայլի մասին, որը տեղի է ունենալու ընտրություններից մեկ շաբաթ առաջ, որովհետև այսօրվա սոցիոլոգիական հարցումները այդ պատկերը չեն տալիս, չկողմնորոշված մարդկանց քանակը այնքան շատ է։ Դա ինչպես կողմնորոշվում է։ Դե կամ պետք է այդ հարցումները շատ ավելի պրոֆեսիոնալ ձևով անել, դա շատ ավելի թանկ է, շատ ավելի նույնիսկ կարող մեր մոտ այդպես լավ մասնագետներ չլինեն, որ այդքան այդ հարցում անելու, կամ պետք է ավելի շատ ինտուիտիվ մտածել եւ, չգիտեմ, ուրիշ փորձառության հիման վրա որոշումներ կայացնել։ Ես հիմա չեմ ուզում ասել, որ ես ավելի լավ որոշում կկայացնեի, իսկ իրանք անպայման սխալվելու են, բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքական գործիչները սովորաբար սխալվում են։ Շատ հազվադեպ է լինում, որ քաղաքական գործիչները ճիշտ հաշվարկներ են անում, քաղաքականության մեջ հաշվարկ անելը դա ինժեներական բան չի, հաշվարկ չի, դա բարդ մարդկանց հետ կապված հաշվարկ է, սուբյեկտները խեղում են։ Պարոն Աղայան, գովազդ ենք հրատավամյութերում, գովազդից հետո խոսելու ենք հետևյալ հարցի մասին, որն եք համարում հիմնական, ինտրիգը կարելի ասել, բայց ես մի քիչ ավելի բացեմ, այդ մենք խոսեցինք, ինչ փաստարկներ են իրար դեմ օգտագործում եւ ինչ հակափաստարկներ, այսինքն հիմնական իրար մեղադրելու թեման ո՞րն է, այլ որ դու Ռուսաստան ես գնում, դու, չգիտեմ, դեպի Թուրքիա ես գնում, դա է հիմնական մեխը,
թե ասենք թե դու կոռուպցիայի մեջ թաղված ես եղել, դու ել ես հիմա անում կոռուպցիա, չգիտեմ, այս տարբեր բացահայտումներով կոռուպցիան է այդ մեխը լինելու եւ հիմնական ինտրիգը մենք ինչ որ բանի այսպես սուրպրիզային բան սպասվում է մեզ, թե չէ, ինչ եք կարծում։ Գովազդից հետո այս հարցերին կփորձենք լսել պարոն Աղայանի պատասխանները։ Գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղայանի հետ։ Եվ այսպես, պարոն Աղայան, հիմնական իրար դեմ օգտագործվող փաստարկները, հակափաստարկները, մեղադրանքները, ինչի հետ գործ ունի հասարակությունը։ 2-3-ը ես թվարկեմ, բայց հիմնականն է ինձ պետք։ Դե գիտենք, դուք ասացիք պատերազմ, մենք չլինենք պատերազմ կլինի, Նիկոլ Փաշինյանը տանում է դեպի Թուրքիա, մյուսը ասում է դեպի մենք գնում ենք դեպի Ռուսաստան, դուք գնում եք դեպի Ռուսաստան, մենք չենք գնում դեպի Ռուսաստան, եւ ամենակարևորը կոռուպցիա։ Իրար մեղադրում են կեղտոտության մեջ, դրանից հասարակությունը ինչ որ բան շահում է, թե չէ։ Հիմնական
իրար դեմ օգտագործվող փաստարկները։ Փաստարկներից հասարակությունը ոչ շահում է, ոչ կորցնում է։ Փաստարկները հասարակության առաջ ձևակերպում են մի օրակարգ, որով ինքը պետք է որոշի եւ ընտրություն կատարի։ Այսինքն, երբ որ ասենք ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին հիմնականում մեղադրում են երկիրը քանդելու մեջ, սկսած նրանից, որ պատերազմը պայմանավորված էր, ամեն ինչ արեցիր, որ մենք պարտվենք ըստ էության դավաճանության մեղադրանքներ են ներկայացնում, անկախ նրանից, որ հիմա կարող է ձևակերպումները մի քիչ փոխեն, բայց մեկը ըստ էության մեղադրանքը դա է։ Այսինքն մարդը եկավ, ամեն ինչ քանդեց, կարծես թե դրանից առաջ երկիրը շատ լավ էր, ամեն ինչ քանդեց եւ հիմա էլ քանդում է, հիմա էլ տանում է մեզ թուրքերին ենթակա կարգավիճակի, մի խոսքով դա չարիք է, որից պետք է ազատվել։ Եվ երբ որ արդեն չարիքից ազատվելու հարց կա, արդեն կարևոր չի թե ով է մեզ ազատում չարիքից։ Հա, հետևաբար, եթե նույնիսկ ասենք ինչ որ մեկը նախկին իշխանավոր է, որին չեն սիրում իր իշխանության տարիներին, կամ մեկը Ռուսաստանից եկել է, բանը, դե հիմա մարդիկ են ինչ որ կարող է շատ մեղքեր ունենան ժամանակին, անգամ հիմա կարող է ինչ որ սխալ, բայց ախր մյուս նժարի վրա չարիքն է։ Այդ չարիքից պետք է ազատվել։ Սա գլխավոր հակաքարոզչությունն է Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի իշխանության դեմ, որը զգալի չափով ճշմարիտ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մեծագույն չարիք է հայ ժողովրդի համար, հատկապես այս փուլում նա էլ ավելի մեծ չարիք է գործում, կարելի ասել դատարկ տեղ է, եթե պատերազմի ժամանակ նրա գործած մեղքերը կարելի է ինչ որ չափով համարել, որ ստիպված էր դա անում, այսօր արդեն չկա այդ ստիպողականությունը եւ ինքը շարունակում է արդեն դա վերածելով գաղափարախոսության, հարվածելով ազգային հիմքերին, այսպիսի չարիք է Նիկոլ Փաշինյանը եւ այս առումով ընդդիմությունը միանշանակ ճիշտ է։ Կարելի է ընդդիմությանը հակադարձել ըստեղ մենակ այն հարցերում, որը փորձում անեն Նիկոլ Փաշինյանը, ասելով որ այդ ես չեմ չարիք, այդ դուք եք չարիքը, բերեցիք հասցրեցիք սրան։ Նիկոլ Փաշինյանի փաստարկները բավական թույլ են, որովհետև անգամ եթե ընդդիմությունը կամ օրինակ ասենք Քոչարյանը, որ նախկինում իշխանություն է եղել, որովհետև ասենք Սամվել Կարապետյանի դեպքում դա դժվար է ասել, ասենք Քոչարյանը, որ նախկինում իշխանության է եղել, այդ ինչ որ մեղքեր գործել է, բայց դու այդտեղից փաստորեն համ շարունակել ես իր արածը, համ էլ հավելել ես այլ մեղքեր, այն անվան տակ, որ դրա մեղավորը ես չեմ նա է, նախկինն է, չէ, այսօր դու բավական Գիծը շարունակել ես։ Ոչ միայն շարունակել ես, այլ նոր մեղքեր ես կուտակել բավական շատ, որ հաստատ Քոչարյանը չէր անի այն ժամանակ, էլի։ Սա այս գլխավոր հարցն է այս հարթության մեջ։ Կամ մյուս հարցը այն ուժերի, որոնք փորձում են այդ սև ու սպիտակից դուրս խաղալ։ Սև ու սպիտակից դուրս խաղացող ուժերը ովքեր են։ Դե առաջին հերթին մենք հիմա խոսեցինք այդ միասնության թևերի մասին, իրենք կարծես թե հաջողվում է այդ կոնտեքստից դուրս լինել։ Քոչարյանը ինքը կարծես թե զիջել է առաջատարի դերը մեր ձևով կամ ուժեղ Հայաստանին, բայց հասկանում է, որ ինքը բավական շատ ձայն է ստացել նախկինում, մտել է խորհրդարան, կարծեմ 20 թե 21% այդ իր քվեները եւ եթե նույնիսկ ասենք սերնդափոխության արդյունքում ընտրողների, հա, նոր ընտրողներ են գալիս, որ կարող է արդեն իրան չքվեարկեն, ինչ որ մի քանի տոկոս ինքը կարող է կորցնի, մի քանի տոկոս կարող է կորցնի, որոնք կգնան կքվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին, բայց այնուամենայնիվ ինքը բավականաչափ քվե կունենա եւ դրանով կարող է խորհրդանում ներկայացված լինել եւ ինքը ասենք շարունակում է մնալ այդպես երկրորդ դերում առանձնապես չմրցակցելով իր ոնց որ գործընկեր եւ մրցակից այս դեպքում մեր ձևովի հետ կամ չգիտեմ ուժեղ Հայաստանի հետ բայց ասենք Թաթոյանի բառապաշարը էապես ոնց որ ուզում է տարբերություն տա, այսինքն եթե դուք նախկին իշխանությունների կողմնակից եք արդեն པարզ անդեղ եք ընտրելու, իսկ եթե դուք ուղղակի Նիկոլից հիասթափվել եք կամ նախկինում пассив եք եղել, դուք ունեք մեր հնարավորությունը, տեսեք մենք այլ կերպ ենք խոսում, մենք ավելի պրոֆեսիոնալ ենք, մենք ավելի կառուցված է նրա վրա, որ մենք Քոչարյանի հետ կապ չունենք, Սերժ Սարգսյանի հետ կապ չունենք։ Եվ ինքը ամենասկզբից էլ ասաց նախկին նախագահները պետք է չմասնակցեն եւ այլն։ Հասարակության մեջ ես տպավորություններն եմ ասում եւ մեկնաբանությունները կեղծ են համարում մարդիկ։ Ասում են հատուկ են ասում Քոչարյանի հետ կապ չունեն, որպեսզի Քոչարյանի հետ, այսինքն այնքան շատ է խորացած անհավատությունը ժողովրդի հիասթափությունը, որ չեն հավատում։ Ես մի քիչ առաջ որ ասում եի, որ իրենք չգիտեն ինչպես պետք է խոսի ընդդիմադիրը,
դա հենց այդ թերությունն է։ Իրենք փորձում են դա ասել, իրենց մոտ դա լավ չի ստացվում։ Իրենք իրենց այլ խոսույթներով ապացուցեն դա, ոչ թե ասելով, որ մենք դրանց հետ չենք։ Երևի թե։ Տեսեք, իրենք ուղեղով ամեն ինչ կարծես թե ճիշտ են անում, հա, վերլուծեցին, հաջորդ ելույթում այսինչ բանն ասեց։ Բայց քանի որ իր մեջ այդ ընդդիմադրի էներգիան չկա, Իմ մոտ դա վատ է ստացվում, ինքը որ կյանքում ընդդիմադիր չի եղել, մարդը կարիերիստ է եղել, գնացել ուսում է ստացել, եկել է այդ իր դիպլոմներով ներկայացել է ինչ-որ միտեղ, աշխատանք են վերցրել, ընդཐུպ հասել է ինչ-որ փոխնախարար, մարդու իրավունքների պաշտպան, դա կարիերայիստի ճանապարհն է, վատ իմաստով չեմ ասում, հա, մարդը, որը իր գիտելիքներով, իր պաշտոններով պաշտոնական առաջխաղացմանը, այդ բնավորության մարդը չի կարող գաղափարական ընդդիմադրի դերը նույն հաջողությամբ կատարել։ Կարող են ինչ-որ բացառիկ որակների մարդեղնի կարողանա կատարել, բայց հիմնականում դա չի ստացվում։ Եվ իրենց մոտ այդ պատճառով դա նաև ինչ-որ չափով չի ստացվում։ Լավ էս խճճվածությունը, որից սկսեցի ես, խճանկար, խճապատկեր ասեցի, խճճվածություն ասեցի, անգամ խճողում ասացի, այդ քաղաքական խցանումը։ Դա ոնց որ թե դուք համաձայն եք, որ այդպեսին է իրավիճակը, ժողովուրդը խճճված է։ Սա հայ ժողովրդի մեծագույն խնդիրն է, որովհետև դրամատիկ, ես դրամատիկ վիճակ եմ համարում։ Ես 30 քանի տարիները, որ պետք է դառնային հայ ժողովրդի զարթոնքի տարիներ, ըստ էության ազգային անկազմակերպվածության պատճառով հայ ազգը կարծես թե գոյություն չունի, հա, գոյություն ունի հայ ժողովուրդ, որին ոնց ասես կարելի է կառավարել, բայց հայ ազգը որպես սուբյեկտ, քաղաքական սուբյեկտ, որը որոշում է իր ճակատագիրը, իր մեջից ծնում է առբաներին, իր առաջնորդներին, այս բան գոյություն չունի։ Զուտ որ թվարկենք, թե ովքեր են տեխնացուները, արդեն ցույց է տալիս, որ հայ ազգը չկա, այսինքն ինչ որ մեկը Ռուսաստանից է եկել դառել տեխնացու, ինչ որ քանիսը Չէ, ասենք կոնկրետ օլիգարխ եկել է Ռուսաստանից դառել է տեխնացու, այո, կար նաև Ռուբեն Վարդանյանը, որ Ռուսաստանից էր եկել ժամանակին, փորձում էր քաղաքականության մեջ մտնել, կան նախկին իշխանավորներ, որոնք բոլոր առումներով մերժված են, որոնք կյանքում չէին ընտրվել, Քոչարյան Ռոբերտը կյանքում չէր ընտրվել։ Այսինքն ինքը եկել է իշխանության, որովհետև Լևոն Տրպետյանը իրան բերել է դրել է վարչապետ, Վազգեն Սարգսյանը հեղաշրջում արել իրան դրել է նախագահ, դրանից հետո ինքը կեղծիք արել ընտրվել է նախագահ, կեղծիք արել Սերժ Սարգսյանն է ընտրվել նախագահ, սրանցից ոչ մեկ, ոչ էլ Արցախում է ընտրվել։ Արցախում պարտվել է Արտուր Բկրտչյանին եւ հետո Երևանից նշանակվել է։ Ինքը Երևանի մարդն էր, Արցախի թիվ 1 ՀՀՇ-ականներ, թիվ 2 Սերժներ, երրորդը չկար։ Գուցե երիտասարդները չգիտեն, Արտուր Մկրտչյանը սպանվել է կամ մահացել է։ Մահացել է, բայց հիմա այն ժամանակ Ռոբերտ Քոչյանը երկու անգամ պարտվել է համ Արտուր Մկրտչյանին, համ չի հաղթել Գեորգի Պետրոսյանին։ Եվ բայց Երևանից նշանակվել է Արցախի ղեկավար։ Հիմա այս մարդիկ, որ կյանքում չեն ընտրվել, իրենք փաստորեն այսօր շարունակում են մնալ մեր ընդդիմադիր առաջնորդները։ Միակ չափանիշը փողի առկայությունն է, ուրիշ չափանիշ չկա։ Սա նշանակում է հայ ազգը որպես հավաքական քաղաքական մտածող օրգանիզմ չի աշխատում։ Փոքրիկ դրսևորումներ հայ ազգի բան փորձենք հիմա տիպական բան անենք, հա, մարդ կուսակցություն, ինչ որ մեկը որոշում է, որ ինքը բավական շնորհալի է, որպեսզի դառնա վարչապետի տեխնացու, մտնի խորհրդարան, ինչ որ մեծ խմբակցությամբ միգուցե անգամ գա հասնի իշխանության, որովհետև ինքը գլխավոր այլընտրանքն է, որովհետև ինքը խոսում է YouTube-ում լավ լայքեր է հավաքում եւ այլն, բայց մարդ կուսակցություն է։ Հետո շոու է սարքում իր երկրորդ համարի հետ, ինչ որ ստորագրություն են անում, որ տեսեք եկանք միավորվեցինք, դառնանք ավելի լուրջ ուժ։ Այս բոլորը շոուներ են, իրական հարթության մեջ այդ ուժը շատ մեծ հիասթափություն է ապրելու, որովհետև ինտերնետային պատկեր ինքը չի կարողանալու տեղափոխել իրական կյանք։ Մի ուրիշ խմբակ, հա, ազգային հեղափոխություն, փոքր խումբ ենք, ինքնաֆինանսավորումով, հատ մարդկանց հետ աշխատելով, անգամ մեզ համար պարտադիր չի հիմա իշխանության գալը, բայց մենք այսպես կայուն, հեռահար, պայքարի ուժ ենք եւ դաժան ճշմարտությունն այն է, որ նման ուժը հենց առաջին ընտրությունից հետո կամ առավելագույնը երկրորդ ընտրությունից հետո արդեն քայքայվում է, մոռացվում է, ոչ մեկին այլևս ինքը հետաքրքիր չի, ինքը իրեն էլ հետաքրքիր չի։ Մենք հիշում ենք օրինակ քաղաքացու որոշում կուսակցությունը, որը պատրաստվում էր որպես սոցիալիստական կուսակցություն 20-25 տարում կամաց իր ազդեցությունը մեծացնել, բանանել, բայց երկրորդ ընտրությանը արդեն նա գոյություն չուներ։ Այս բոլոր սխալ գործելակերպերը շարունակում են լինել ակտուալ։ Հիմա մարդիկ կան, որ այս ամեն ինչը տեսնում են, հիասթափվում են, բայց դրա փոխարեն ճիշտ այլընտրանքը չեն ընտրում, այլ ինչ որ տարօրինակ լուծումների են հանգում, որտեղ ընդհանրապես քաղաքականությունը չեն կարող չմասնակցեն։ Այդպեսի միավոր օրինակ բոլորին դեմ
կուսակցությունը, որը բողոքում է ընտրությունների կարգի վերաբերյալ։ Ճիշտ է, իրենք այս պահին ընդամենը 3 կետ են նշել, որ պետք է փոխվի եւ իրենց կարծիքով այդ 3 կետը շատ էական փոփոխությունների պետք է հանգեցնի։ Վերջերս հանդիպում եմ ունեցել մենք հետները եւ արդեն քննարկվում էր այդ կետերի շարքը մի քիչ երկարացնել, այսինքն ավելի հիմնական ընտրական համակարգի փոփոխություն առաջարկել։ Բայց ես իհարկե կնախընտրեի, որ այդ բոլոր երիտասարդները ուրիշ այլ երիտասարդների հետ, այն ազգային հեղափոխության կողմնակից երիտասարդների հետ, չգիտեմ, նրանց հետ ովքեր կարծում են, որ իրանք ազգային իմաստով ասելիք ունեն եւ իրենք այսպես մեծ հեռանկարային կերպարներ են, չգիտեմ, այնտեղ Նժարի Տեխնացուն, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյան եւ այլն, այս տիպի մարդիկ, եթե բոլորը միասին կազմակերպվեին եւ հայ ժողովրդին հանձնեին իրենց առաջադրվելու հարցը, այլ ոչ թե ասեն ես փող ունեմ, ուրեմն ես գնում եմ ընտրության եմ մասնակցում։ Այլ փող ունես, ինչ ունես, կապ չունի, բայց թող հայ ժողովուրդը լսի քեզ, մյուսին եւ այս բոլորից հետ առաջադրի մեկ վարչապետի տեխնացու, նրա շուրջ ձևավորված թիմ, որտեղ ոչ մեկը թիմ չունեք։ Կամ եթե ունեք էլ 2-3 մարդ են, էլի ոչ ավել։ Բայց կարող է լինել շատ հզոր քաղաքական միավոր եւ քաղաքական դաշտի այդ ազգային հատվածը եւ ես հավաստիացնում եմ, եթե նման հատվածը կազմակերպված մասնակցեր, այսօր ոչ մեր ձևով ուժեղ Հայաստան կլիներ, ոչ Ռոբերտ Քոչարյանը շանս կունենար խորհրդարան մտնելու, ոչ Գագիկ Ծառուկյանին կմցնեին խաղի մեջ, հավանաբար այս երկուսի ձայները մի քիչ պակասացնելու համար, եւ Արման Թաթոյանն էլ ստիպված կլիներ իր թիմով հանդերձ մյուսների հետ միասին գալ մասնակցել այս հանրային առաջադրմանը եւ այդ ճանապարհով փորձել դառնալ ընդդիմության առաջնորդ եւ այդ ընդդիմությունը ջախջախիչ հաղթանակ կտաներ թե մնացած փողի տոպրակներին, ովքեր կհամարձակվեին այնուամենայնիվ մասնակցել ընտրուն նրանց նկատմամբ, այնպես էլ իհարկե առաջին հերթին ԿՊ-ի եւ դա միակ տարբերակն էր այսօր Նիկոլ Փաշինյանին հաղթելու։ Այնպես է ստացվել, որ մեր ընդդիմադիրները հիմա ամեն ինչ արել են, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի։ Եվ նրանց միակ հույսն այն է, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ինքը աշխատում է իր ընտրվելու դեմ։ Ամեն օր անում է ինչ-որ մի բան, որը, ասենք, նրանից հիասթափեցնում է իր նախկին ընտրողների ինչ-որ մի խմբականակ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ունեք այդ հանրային տեսանյութերը, բոլոր են դրսևորումները, որ մի քիչ ծաղրածուական են, մի քիչ այսպես բան են, մարդիկ քննարկում են, չեն ասում, բայց բոլորը հասկացան են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որ ասենք մեկ անգամ կամ երկու անգամ նրան ընտրել են տարբեր ժամանակներում, այն առաջին ընտրության մասնակցած շատերը արդեն բացահայտ ասում են, որ իրանք այդ մեծ մեղքը գործել են, այսօր փոշմանել են, բայց երկրորդ անգամ նրան ընտրածները կան, որոնք այսօր արդեն ամաչում են Նիկոլ Փաշինյանի տարբեր գործողությունների համար, վարկագծի համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը միակ մարդն է, որ այսօր ինքն իր դեմը աշխատում, որտեղ մյուս ընդդիմադիրները ըստ էության հականիկոլ քվեներն են միմյանց միջև բաժանում։ Հա, ոնց որ նրանք հավելյալ Նիկոլին թուլացնելու գործողություններ չեն կարողանում անել։ Ուղղակի ժողովուրդը, որ սեփական տեխնացու չունի, հա, որևէ մեխանիզմով, այսպես իրական քաղաքական գործիչներ չեն բարձրացել, այս պայմաններում պետք է ընտրի Չարիքի փոքրագույն։ Մեկը ասում է, դե Նիկոլի հեռանալու խաթեր կապ չունի, ով է ամենահարուստ այլընտրանքը, ով է ամենաուժեղ այլընտրանքը, ես նրանց եմ ընտրում։ Մեկը ասում է, չէ, սրանց էլ չեմ ուզում, որովհետև ես Այսինքն ընտրում են նրանց, ընտրելու են նրանց, որպեսզի չընտրեն Փաշինյանին։ Չարիքի Ոչ թե ընտրում են, որովհետև ուզում են, համարում են, որ շատ ինչ-որ հետաքրքիր եւ կարեւոր Հայաստանի համար ծրագիր ունի տվյալ ուժը։ Հարցը նույնիսկ ծրագիրը չի, իհարկե, եթե ծրագրի վերաբերյալ ընտրություն լիներ, դա մի հրաշք կլիներ, բայց հարցը այստեղ այն է, որ Հայաստանի ճգնաժամի ձևակերպումը դեռ ոչ մեկի բերանից չի հնչել։ Այսինքն մենք իրականում ինչ խորության խնդիրների մեջ ենք, անգամ ընդդիմադիրները վախենում են կամ չգիտեն, չեն պատկերացնում, կամ վախենում են դա ձևակերպել, որտեղ եթե ձևակերպեցին, հետո պետք է դրան լուծումներ առաջարկել, իսկ դրան առաջարկել լուծում շատ դժվար է։ Այսինքն մենք ըստ էության մեր խնդրի մասին չենք խոսում։ Դե այստեղ է, որ Փաշինյանին, որ ասում ենք փաստարկ հակափաստարկ չկա, մակերեսային են փաստարկները։ Իսկ Փաշինյանը ասում է, ես տիրապետում եմ իրավիճակին, այո, դուք ճիշտ եք ըստ երևույթին ասում, որ այս բոլոր նախընտրական շրջանը հոգուտ Փաշինյանի է, իսկ Փաշինյանը
իրեն հակառակ է ոնց որ թե գործում, ակամա գուցե չմտածված, բայց որտեղ ինքը իրեն համոզել է, որ ճիշտ է այդպես է, բայց չի պատկերացնում, թե ինչքան է ժողովուրդը իրենից զզվել։ Հիմա մեր ամբողջ ընտրությունը հանգել է հետևյալին. Նիկոլ Փաշինյանը վստահաբար կորցնելու է անդրազանգված, հարցն այն է, թե ինչքան է կորցնելու է այնքան, որ դեռ կարողանալու է փոքր մասնակցության դեպքում ձայների փոշիացման շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն ունենալ, թե կորցնելու այնքան շատ, որ խորհրդարանում տարբեր ուժեր միավորվելով իրեն զրկելու են իշխանությունից։ Մեր ինտրիգան, եթե կուզենք ասել, այս ընտրությունների դա է, այսինքն քանի քվե է կորցնելու Նիկոլ Փաշինյանը։ Նա փորձում է արդեն կորցրած քվեների մի մասին հետ բերել, եւ այդտեղ գլխավոր աշխատող փաստարկը դա շանտաժն է, որովհետեւ ցանկացած ուրիշին նա փորձում է ներկայացնել, որ դա պատերազմի, նույնիսկ եթե դա պատերազմի կուսակցություն չի, մեկ է, եթե Նիկոլը չընտրվեց, նրանք ընտրվեցին, դա լինելու է պատերազմ։ Սա սրանով ինքը փորձում է իրենից հեռացած ընտրազանգվածին նորից բերել իր մոտ։ Ինչքանով դա իր մոտ կհաջողվի, ես չգիտեմ։ Իսկ նրանից հեռացած ընտրազանգվածն էլ ընտրելու է խարիզմայի հիման վրա, այս տեխնացուն ոչ թե իր ծրագրով, այլ ոնց որ թե լավն է, ոնց որ ես իրեն կոնե ձայն տամ։ Այս պահին շուտ է դեռ դատողություններ անել, բայց չկողմնորոշված ընտրազանգվածը բավական շատ է, դա որոշ այսպես փոքր խաղացողներին հնարավորություն է տալիս, այսինքն որ բացառված չի, որ այդ չկողմնորոշված ընտրազանգվածը նրանց օգտին կողմնորոշվի։ Դե դեմ են բոլորինը հույսը դրա վրա է, որ չկողմնորոշվածը գնա դեմ են բոլորին։ Դեմի հույսը կարծես թե ներքին հույսը դրա վրա չի, իրենք այնուամենայնիվ համոզված են, որ չէ, իրենք համոզված են, որ գտել են մի արատավոր հանգամանք ընտրական համակարգում, որը եթե փոխեն, դրանից հետո ամեն բան կկարգավորվի։ Եվ իրենք անընդհատ այդ շեշտադրումն են անում, բայց փաստացի այո, մարդիկ կտեսնեն բոլորին դեմ քվեաթերթիկ, եւ եթե իրենք իսկապես բոլորին դեմ են, կարող է օգտագործեն այդ քվեաթերթիկը իրենց այդ վերաբերմունքը արտահայտելու համար, եւ սա իրենց բավական լուրջ շանս է տալիս խորհրդարան մտնելու, թե դրանից հետո իրենց կհաջողվի իրենց ծրագիրը իրականացնել, որտեղ իրենք այդ ծրագիրը պետք է իրականացնեն մյուս ուժերի հետ համագործակցելով, եթե մյուս ուժերը չհամաձայնվեցին, դժվար եմ պատկերացնում, թե ոնց պետք է դա իրականացնեն, դա այլ հարց է, բայց խորհրդարան մտնելու շանս ունեն, ճիշտ է, նաև խոստանում են, որ եթե իրենց ծրագիր իրականացավ 100 օրից են հեռանալու, եթե չիրականացավ, անմիջապես մանդատը դնելու են, իսկ դա նշանակում է, որ կարծես թե հարաբերակցության վրա դա չի հասնում խորհրդարանի իշխող եւ ընդդիմադիր ուժերի հարաբերակցության։ Դա էլի հեղեղուկ է դարձնում հասարակության համար ընտրության հիմքը։ Այստեղ հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը, երբ որ Վիգեն Սարգսյանին հանձնելու համար սահմանադրություններ գրում, այդ կայուն մեծամասնության կետը մտցրել է, որը բոլորին դեմը դրա դեմ է պայքարում, եւ այդտեղ կա երկրորդ փուլ հասկացություն։ Այսինքն ընդդիմադիրները կարող է որոշում կայացնեն գնալ երկրորդ փուլի դաշինքով ԿՊ-ի դեմ եւ հայ ժողովրդին դնեն փաստի առաջ։ Հիմա կամ քվեարկում եք այս բոլոր ընդդիմադիրներին, ովքեր մտել են խորհրդարան, կամ ԿՊ-ին։ Եվ այստեղ արդեն կարծիքները տարբեր են։ Արդյոք այն մյուսները, որոնք երկուսին էլ չեն սիրում տարբեր պատճառներով, ասենք կորոշեն այնուամենայնիվ քվեարկել Նիկոլ Փաշինյանի դեմ, թե ուղղակի պասիվ ձեռնպահ կմնան եւ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում կվերարտի։ Պարոն Աղայան, ես շնորհակալ եմ մի վերջին հարց ինտրիգի հետ կապված։ Բոլորին մենք այս պահին ճանաչում ենք, թե վերջին պահին գուցե ինչ որ հետաքրքիր մի ուժ դուրս գա եւ կարողանա այս մեր բոլոր բարձրացրած հարցերին, որոնց չեն պատասխանում ոչ ոք, պատասխանի եւ վերցնի այդ երկու մակարդակի վրա է պատասխանը, քաղաքացիները մեծ մասին չեն ճանաչում, ովքեր դեռ հələ հույս ունեն մասնակցել ընտրություններին, բայց ասենք օրինակի համար փորձագետները գուցե ճանաչում են շատերին, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին, բայց նաև այդ նույն փորձագետները վստահ են, որ նրանց մի զգալի մասը այդպես էլ չի մասնակցի ընտրություններին, ուղղակի մինչև վերջին պահը կփորձի ինչ որ հնարավորություն գտնել եւ չի գտնի։ Բայց ասենք վերջին շրջանում ես օրինակ մտածում եմ շատ հետաքրքիր ինտրիգ կլներ, եթե այս ընտրություններին հաջողացներ մասնակցել մի նոր ձևավորվող բան, ասենք անկուսակցականների կուսակցություն, այսինքն ստեղծվեր մի մեխանիզմ, որպեսզի քաղաքացիները
ինչ որ մարդկանց, ովքեր որևէ կուսակցության մեջ չեն, ասենք ուզենան առաջադրել ոչ վարչապետի տեխնացու, բայց ասենք ուղղակի խորհրդանում, որպեսզի հանրությանից եկող ինչ որ մի ձայն այնուամենայնիվ հնչի 1, 2, 3, 4 մանդատով, 5-ով, 6-ով, չգիտեմ, հնչի, այս ինձ թվում է այս իրավիճակում կաշխատել, ով կարող է նման բան անել, ես դեռ չեմ պատկերացնում, բայց սա համարյա բոլորին դեմի էֆեկտիվությամբ, ասես մի նախագիծ է, այսօր շատ արդյունավետ կարող էր աշխատել։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում եւ լսում եք պարոն Արմեն Աղայանին, հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչին։ Զրույցը Արմեն, ես Գարանե Արաքելյանս, բարին ընձեզ։